Ես հրահանգում եմ ոստիկաններին եւ այլն։ ՔՊ ղեկավարի հրահանգով քաղաքացիական հագուստով երկու թիկնեղ տղամարդ Սպիտակի հրապարակից հեռացնում է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի պատճառով զոհված Արամ Մանուկյանի պապիկին։ Ես քո տերորիստ եմ ես։ Ծերունին զգուշացնում է սիրտն առողջ չէ, բայց դա ոչինչ չի նշանակում Փաշինյանի հրահանգը կատարողների համար։ Հայրիկ ջան, ձեզ ուր են տանում։ Ձեզ ուր են տանում։ Չգիտեմ ուր եք տանում։ Ով եք դուք տղեկ։ Հջի եք տանում։ Ես իմ պահանջն եմ տնում։ Ինչ եք ասում, որ ես տարեց վարեց Ազատ գյուղում։ Ժողովուրդ ջան, իրանք տանն են ապրում։ Սարսափելի հրդեհի զոհ դարձած ժամկետային զինծառայող Արամի պապիկը այս նույն խոսքերը րոպեներ առաջ Փաշինյանին էր ասել։ Նա պիկապի վրա պատմել էր, թե որքան է ինքը լավացրել զինծառայողների պայմանները։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտած եւ նշանակում ստացած ամեն Եմ ուզում տարա վարեց Ազատ գյուղում։ Շատ լավ, շատ լավ։ Հայրիկ ջան, լավ էլի խնդրում եմ։ Հա։ Շատ լավ, շատ լավ, շատ լավ։ Չնայած քաղաքացու անձնական մեծ վշտին Փաշինյանը ասել էր, թե իր ձևակերպմամբ կալուգացի օլիգարխն է մի 200,000 դրամ տալիս, որպեսզի իր հավաքների ժամանակ բողոքեն։ Նա իր աջակիցներին հորդորել էր ուշադրություն չդարձնել։ Ժողովուրդ ջան, այս հիմա տրենդա դարել, ասենք ամենտեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք, հա։ Հանգիստ։ Ասենք կալուգացի օլիգարխը ամենտեղ մի 200,000 դրամից բանից տալիս աղրգում է, եկեք ընդհանրապես հանգիստ ես հրահանգում եմ ոստիկաններին եւ այլն, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք։ Դուք տարած մեր երեխեքի բարի։ 4 օր առաջ էլ Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի պատճառով զոհված Հայկ Կիրակոսյանի մայրը Դուք ավարտեք։ Արմինե Աղախանյանն էր մեծամորում զայրացած դիմել Փաշինյանին, նրան մեղադրել իր որդուն վառելու համար։ Ձեզ ես էլ եմ ընտրել, դու անգամ ձեզ եմ ընտրել։ Խնդրում եմ ելի ով աղմկում է հրավիրեք դուրս, հա։ Ստեփանավանում էլ ՔՊ ղեկավարի հավաքի ժամանակ բողոքի ձայները խլացրել են նրա քարոզչախմբի անդամները Նիկոլ Վարչապետ վանկարկելով։ Ով համաձայն չի, թող չգա։ Ով չի ուզում մեր ասելիքը լսել, թող չգա, ժողովուրդ ջան։ Հերիք այդ կալուգացին է մեկը ամեն մեկին 100,000, 50,000, մենք դեմ չենք, վերցրել եք 100,000 դրամ, եկել ներկայացրել եք, ներկայացած արդեն գնացեք, ժողովուրդ ջան, չի լսում։ Իրոք Փաշինյանը կարծում է, որ մարդիկ իրենց ցավի մասին խոսելու, անարդարությունից դժգոհելու, վարչապետի վարքագիծը քննադատելու համար պետք է վարձատրվեն, չեն հասկանում լրագրողները, որոնք հիմնավոր կասկածներ ունեն, որ ՔՊ հավաքների մասնակիցներին բերման են ենթարկում վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Ստեփանավանում եւ Սպիտակում համայնքապետարանի, հիվանդանոցների, քոլեջների, դպրոցների կոլեկտիվներ են մասնակցել ՔՊ հանրահավաքին։ Որտեղից եք եկել։ Ստեփանավանի Մենակ եք թե ձեր գոլեգաները։ Արցակուրդում գտնվող Փաշինյանի քարոզարշավին աշխատանքային ժամին մասնակցել են նաև Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթևոսյանը, որը կարծես արձակուրդում չէ։ Այս մասին Ազատության թղթակցի հարցից հետո Մաթևոսյանը հարվածել է լրագրողի տեսախցիկին։ Ինչ ես ուզում արա, եկա կնիկ է։ Աշխատանք եմ, հանրապետության վարչապետն է, հերիքան եք։ Ամենասպասելի կոմբինացիան է, առաջին գիլասը տաշիրում։ Տաշիրի սրճարաններից մեկում մատուցողուհին ՔՊ քարոզչական շապիկով է սուրճ ու խմորեղեն բերել Փաշինյանին։ Նա խոստովանել է, չի դիմանում ուտելու գայթակղությանը։ Ինձ դավադրաբար չաղացնում են։ Ես գայթակղության չեմ խփում։ Տաշիրում Փաշինյանին բուրն է ծափահարել նրա կրոնական թափառախմբի ամենասկանդալային ներկայացուցիչներից մեկը Երևանի բնակիչ Վրեժ Դուրգարյանը։ Տաշիրում իր քարոզչական խմբի հետ շրջելիս մի տաշիրցի ուժեղ Հայաստանն է վանկարկել։ Եղավ, հակադարձել է ՔՊ ղեկավարը։ Ուժեղ Հայաստան։ Եղավ։ Տաշիրում ՔՊ ղեկավարի քարտեզներ բաժանելու պահին տաշիրցիները նրա ուղղությամբ նետել են գլաուզնիկներ, մանկլավիկներ։
Mən maklավիկն են, mən կլավուզնիկն են։ Տաշիրի բնակիչները Նյուզեեմին ասել են, որ ԿՊ ավտոբուսներով են Սամվել Կարապետյանի ծննդավայր բերել Փաշինյանին ողջունող մարդկանց։ Այդ հավաքվածը լրիվ հետը բերազն է, ծեր 100 մեքենան ուրեկել է, իրեն ժողովուրդն են։ Մեր ժողովուրդը էս են։ Մարդիկ չեն ընդունում, իրեն 7 տարի տեսել են։ Հերիքա։ 7 տարվա մեջ Երեխեքս պիտի եղենան, խես գնաց այդ փողոցային հետ կանգնել։ Կարնե Մանգասարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ կառուցածները, գործարանները